Այսօրվա բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունենում Հայաստանում, հայ ազգի, հայ ժողովրդի ամոթն ու խայտարակությունն է։ Շատ վատ եմ գնահատում, այսինքն գնահատելու բանի չկա։ Ունենք ղեկավար, որը թուրքական, թուրքի բոլոր տված, պահանջած գործերը ինքը ի կադար է ածում։ Այսինքն Հայաստանը դառնում է թուրքի վիլայետ, այսպես ասած։ Եվ ոչ մի անգամ դարեր շարունակ Հայաստանը գոյություն ունեցել եւ եկեղեցի միշտ եղել է հայ ազգի մշակույթի լեզվի պաշտպանը, ոչ մի անգամ նման ոտնձգություն եկեղեցու դեմ չի եղել, նույնիսկ թուրքերը չեն կարողացել եկեղեցու դեմ նման բաներ անել։ Այսօր այս տահագա, այս դժվարացքը ոչ միայն եկեղեցականներին է ցերպակալում, այլ ավերում է հայի հավատքը, կրոնը։ Եվ զարմանալին գիտեք որն է, որ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդը, երբ տեսնում ես ահավոր չարիքը եկած հայ ժողովրդի գլխին, դուրս չեն գալիս, չեն ըմբոստանում։ Ես պատկերացնում եմ, որ պետք է հրաբարակը լցված լինի ժողովուրդով, բայց ցավոք սրտի այսօր անտարբերություն ավելի շատ է։ Եթե դու մենք վիճարից պետություն չունենք, ինչ պետության մասին է խոսքը։ Մենք ոչ միայն պետություն, այլև ղեկավար չունենք, ընդամենը թուրքական մի փոքրիկ խմբակ է, որը նստել ու ղեկավարում է Հայաստան ու հայ ազգին։ Արդյոք իշխանությունը փորձում է հոգևորականների մակարդակով վախեցնել նույնիսկ շարքային քաղաքացիներին, որպեսզի հասկանան, թե ինչ է լինում բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն հակառակ գնալ իշխանություններին, ովքեր կհամարձակվեն դեմ կարծիք հայտնել այս իշխանություններին կամ խոսել նրանց թույլ տված սխալների մասին։ Ժողովրդի մի մասնին է ես եմ, երբեք չեմ վախեցել եւ չեմ էլ վախենա այս ներկայիս իշխանություններից։ Ինչու համար պետք է վախենամ։ Սա վախի մթնոլորտ չէ, պարզապես ավելի շատ ես ադում եմ այս գործողությունը կատարողներին, քան թե վախենում եմ, ինչու համար վախենամ։ Ասել եմ ու ասում եմ, Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլ, առանց ներքին թուրքերի։ Ժողովուրդը, եթե գիտեք, վախկոդի հոգեբանություն հայ ունեցել է եւ ունի նաեւ այժմ։ Դա ապացուցվել է նույնիսկ ընտրությունների ժամանակ։ Երբ ընտրակաշառք էին բաժանում, վերջնում ասում են, եթե չընտրեք, իրանք կգիտենան, կհասկանան, որ չեն կընտրել։ Այսինքն վախկոդը վախկոդ է մնում։ Երկրի համար մտածողը, երկրի համար պայքարողն էլ պայքարող է մնում։ Ինչու պետք է վախենամ ես։ Նրա ամեն մի արարքը թուրքական է։ Թուրքի սիրաշարելն է։ Չեք տեսնում, հային նայում է ադելությամբ, իսկ թուրքի մոտ գլուխ է խոնարհում, ծունկ է չոքում թուրքի առաջ։ Եվ հետո որ խաղաղության մասին է խոսք, ես ուզում եմ դրան մի անգամ հաստատ, ինչ խաղաղություն։ Որ խաղաղությունը, որ տարածքների գլուխ կերար, Արցախը հանձնեցին, եւ հետո թուրքի հետ խաղաղություն հնարավոր է։ Դա բացառություն է, որ թուրքը հանգարց կարող է խաղաղ ապրել հայերի հետ։ Սա խաղաղություն չէ, սա գաղութացում է, Հայաստանի գաղութացումն է Թուրքիայի կողմից։